Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հորդանանի թագավոր Նորին Մեծություն Աբդուլլահ II Իբն Ալ-Հուսեյնին։ Նամակում ասվում է. Իմ եւ Ադրբեջանի ժողովրդի անունից ձեզ եւ ձեր միջոցով ձեր ողջ ժողովրդին եմ հղում իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Հորդանանի Հաշիմյան թագավորության ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Այս նշանակալի օրը մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր գործերում, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին մշտական բարեկեցություն եւ բարգավաճում։ Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհային։ Ալիևը եւ Սիբիհան բաց եւ հանգամանալից զրույց են անցկացրել Ուկրաինայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել են միջազգային օրակարգին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաեւ արդար եւ կայուն խաղաղության հասնելու խնդրին։ Սիբիհան շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած հետևողական աջակցության, ինչպես նաև ձմռանը Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած մարդասիրական եւ էներգետիկ օգնության համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարի հետ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Տեղեկատվության համաձայն նախարարները քննարկել են Ադրբեջան-Պակիստան ռազմավարական գործընկերությունից բխող հարցեր, երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ասպեկտներ։ Բարձր գնահատելով ձևավորված ռազմավարական համագործակցության հարաբերությունները քննարկվեցին ապագա շփումների ծրագրերը։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հանդիպումներ է ունեցել Բրյուսելում։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ Բրյուսելում Եվրամիության արտաքին կապի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի եւ Եվրամիության մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ուլովսկուգի հետ դիտարկեցինք Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս կարգավիճակը եւ փոխադարձ պատրաստակամություն հայտնեցինք երկկողմ կապերի հետագա զարգացման վերաբերյալ ռազմավարական կարևոր ոլորտներում։ Ի շարունակություն նախագահ Իլհամ Ալիևի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Տիրանայում կայացած արդյունավետ հանդիպման, գրել է Հաջիևը։ Բաքվի ռազմական դատարանում դատավարության ժամանակ ցուցադրվել է Արայք Հարությունյանի տեսագրությունը եւ նա պատասխանել է պետական մեղադրողների հարցերին։ Ինչպես հաղորդում է Ազերթաջը, տեսանյութում երևում է, թե ինչպես են մեղադրյալը եւ Սամվել Կարապետյանը նստած տանկի վրա հեռադիտակով զննում տարածքը։ Արայք Հարությունյանը տեսանյութում իր խոսքերը սուտ է անվանել եւ հայտարարել, որ ինքը խոսել է եղբոր անունից։ Ինչ վերաբերում է Աղդամի շրջանի Գյուլլուջա գյուղի գրավման մասին խոսքերին, Հարությունյանն ասել է. «Երբ ես ասացի, որ մենք մտանք Գյուլլուջա, ես նկատի ունեի 8-րդ գունդը»։ Պատասխանելով պետական մեղադրող Վուսալ Ալիևի հարցին Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքների թալանի մասին, Արայք Հարությունյանը գերեզմանատների ոչնչացումը անվանել է բարբարոսություն։ Հաջորդ դատական նիստը կկայանա այսօր մայիսի 26-ին։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ ցամաքային զորքերի հրամանատար Հիկմեթ Միրզոևը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Հանրապետության ցամաքային զորքերի առաջին բանակի հրամանատար բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակի եւ ընդլայնման հեռանկարների վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացությունները եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց տեխնացությունները գագաթնաժողովը հյուրընկալելու համար, նշել է Փաշինյանը։ Նշենք, որ Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ 2026 թվականին ԵՀԿ-ի գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում եւ Իռլանդիայում, 2027 թվականին Շվեյցարիայում եւ Հունաստանում, իսկ 2028 թվականին առաջին կեսին Ադրբեջանում, իսկ երկրորդ կեսին Լատվիայում։ Ադրբեջանական ծագումով իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին ոսկե արմավետու ճյուղ է ստացել պարզ պատահականություն դրամայի համար։ Մրցանակաբաշխությունը տեղի ունեցել Կաննի 78-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ։ Ֆիլմը պատմում է ավտովթարից հետո բանտում հայտնված տղամարդու դժվարին բանտային կյանքի մասին։ Նշենք, որ Փանահին ծնվել է 1960 թվականին Ադրբեջանի հարավում գտնվող Միան քաղաքում։ 1995 թվականին նրա «Սպիտակ փուչիկ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ ոսկե տեսախցիկ մրցանակի։ Նույն թվականին ֆիլմը ընդգրկվեց Նյու Յորքի քննադատների շրջանակի 1995 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում։ Փանահիի «Օֆսայդ» ֆիլմը, որը թողարկվել է 2006 թվականին, արժանացել է Բերլինի կինոփառատոնի արծաթե արջ մրցանակին։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio.arm@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio.arm@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։